Facebook, YouTube, էլ չասեմ Instagram ու TikTok։ Գիտես, որ այս ամենը չէր լինի, եթե 2001-ին աշխարհ չգար բջջային կապի նոր սերունդը՝ 3G-ն։ Սկզբում հեռախոսով ինտերնետ մտնելը համբերության իսկական մարտահրավեր էր, բայց 3G-ն արագությունը բարձրացրեց մինչև տասնյակ մեգաբիտ վայրկյան։ Եվ վերջ, բջջային հեռախոսն արդեն պարզապես զանգելու սարք չէր։ Դիմավորեք, սմարթֆոն։ Մոռացիր ծանր համակարգիչը, սմարթֆոնը կարող է անել ամեն ինչ՝ բացել կայքեր, ստուգել էլ-փոստը, գտնել ճանապարհ, միացնել երաժշտություն, անգամ կատարել վճարումներ։ Եվ ամենասիրելին՝ տեսազանգեր։ Տատիկը վերջապես տեսավ թոռանը։ Ճիշտ է, ոչ այնքան որակով, ինչքան այսօր Ucom-ի 5G-ով է տեսնում, բայց մի հատ նկար ուղարկեք, օրերը վերջացան։ Սկսվեց սոցցանցերի բումը։ Facebook-ը դարձավ ընկերների ամենօրյա հանդիպման վայրը։ Նկարներ, մեմեր, գիֆեր։ Շփումը դարձավ ոչ միայն կապ, այլ նաև զվարճանք ու ինքնաարտահայտում։ Ձևավորվեց նաև այսօր միլիարդավոր դոլարներ գնահատվող հավելվածների շուկան, որը մի շնչով վերցրեցին App Store-ն ու Play Market-ը, ու մինչև հիմա ոչ ոքի ներս չեն թողնում։ Եթե 2G-ն մի նեղ արահետ էր, ապա 3G-ն արդեն մայրուղի, որում բացի մեքենաներից անցնում էին նաև տվյալներով լի բեռնատարներ, վիդեոներ, նկարներ ու հավելվածներ։ 3G-ն բերեց ավելի սահուն ու անվտանգ կապ։ Մի շարժվիր, որ չկտրտի արտահայտությունն էլ անցավ պատմություն։ Հայաստանում 3G-ն գործարկվեց 2009-ին, շարժական ինտերնետը դարձավ առօրյա։ Ինչ ես հիշում այդ ժամանակներից, գրիր մեկնաբանություններում։